Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ հատուկ կարծիք է հրապարակել բարձր դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը։ Նախ ըստ Թովմասյանի այդ կանոնակարգը չպետք է դառնար սահմանադրական դատարանի քննության առարկա, քանի որ ենթակա չէր ազգային ժողովի վավերացմանը, հետևաբար դատարանը պետք է բարույթ չընդուներ։ Սահմանադրական դատարանը ընդունել է այն ու ըստ Թովմասյանի թույլ է տվել կանոնակարգային խախտումներ։ Դրանք էլ հանգեցրել են սահմանադրության ու սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի խախտումների, որոնք կարող են հետագայում խաթարել սահմանադրական կարգը։ Սահմանադրական դատարանի դատավորի կարծիքով սահմանազատման կանոնակարգի պարտավորությունների մասին կարծիք ձևավորելիս դատարանը սահմանափակվել է կանոնակարգը սահմանադրության նախաբանի, առավելապես անկախության հռչակագրի տեսանկյունից գնահատական տալով։ Անտեսել է սահմանադրության մի շարք առանցքային նորմատիվ պատվիրաններ։ Ըստ Թովմասյանի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության դեպքում չի կարգավորում քաղաքացիության եւ սեփականության, քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերը։ Սահմանադրության նախաբանի մասին բարձր դատարանի կարծիքին անդրադառնալով ՍԴ դատավորը նշել է, որ բարձր դատարանը անընդունելի եւ իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը։ Սահմանադրական դատարանի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ խժռել Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, եզրափակել է Թովմասյանը։ Իդեպ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ուղարկվել է ազգային ժողով վավերացման։ Հիշեցնեմ, որ Բաքուն այդ կանոնակարգը վավերացնելու ներպետական գործընթաց դեռ չի սկսել։